Իսկ ինչն է հարցը, որ հարցն է, որ բոլորը միած հարցտամ, ինչու՞ նախ քիչ եք ծառայել, հարցտամ, այո։ Մեր երկրի վարչապետը ծառայել է։ Չէ։ Մեր երկրի սոցիալ-նախարարը ծառայել է։ Չէ։ Մեր երկրի էկոնոմիկայի նախարարը ծառայել է։ Չէ իմանում։ Կարող եմ ասել չի ծառայել։ Մեր երկրի բնապահպանության նախարարը ծառայել է։ Չէ իմանում։ Չէ։ Մեր երկրի աշխատակազմի ղեկավարը ծառայել է։ Չգիտեմ։ Մեր երկրի, ասեմ, 7 տղամարդ նախարարներից 5-ը չեն ծառայել։ Մեր երկրի վարչապետը չի ծառայել։ Մեր առաջնորդը ծառայել է։ Մենք ունենք ծառայած առաջնորդ եւ չծառայած երկրի վարչապետ։ Դուք ինչի՞ չեք, ձեր փաստորեն ոչ դուք ձեր եղբայրը, ոչ Սամվել Կարապետյանի որդիները չեն ծառայել։ Իմ դեպքում ես հատուկ պատրաստ եմ, որ այս հարցը կլինի։ Ես դիմել եմ ժամանակին ծառայության ընդունելու համար, Facebook-ում էլ պատասխանել եմ այդ հարցին 2018 թվականին։ Դուք այդ ժամանակ անցել եք տարիքը եւ դուք չէին կարող կանչել ծառայության եւ դուք նշել եք, որ 2 երեխա ունեք, այդ պատճառով նույնպես ձեզ չէին կարող կանչել։ Դուք դիմել եք, որ գնաք ծառայության այդ պարագայում, երբ որ ձեզ ուղղակի չէին կարող տանել ծառայության, որովհետեւ դուք տարիք անցել եք ժամկետային ծառայության եւ ունեիք 2 երեխա, որի պարագայում նույնպես ազատվում են, այնպես որ այդ ձեր դիմումը շատ բան չի նշանակում, եկեք անկեղծ խոսանք։ Պարոն Ղազարյան, եթե մարդը իր կամքով ուզում է գնա Հայաստանին ծառայել, ինչու են մերժում այդ մարդը։ Դուք ժամկետային զինծառայության չեք կարող գնալ, եթե ունեք 2 երեխա կամ ձեր տարիքը անցել է ժամկետային։ Հասկանում եմ, բայց մարդը եթե ունի 2 երեխա, կարող դիմեք պատիվ ունեմ ծրագրին եւ գնաք ծառայեք։ Մարդը եթե ունի 2 երեխա, բայց ինչ որ խնդիրները լուծելուց հետո ուզում է գնա ծառայելու։ Ժամկետային չեք կարող, այդ եմ ասում։ Պարտադիր, ես այստեղ նշել եմ, որ պարտադիր զինվորական ծառայության եմ ուզում մասնակցեմ։ Գնամ ծառայել։ Պարտադիրին չեք կարող, որովհետեւ ձեր ժամկետը անցել է։ Դուք կարող եք տարբեր ծրագրերի, եթե չեմ կարող, խնդիրը ո՞րն է, ձեր հարցի խնդիրը ո՞րն է, եթե ես դիմում եմ, ինձ չեն տա։ Ձեր ընտանիքից, հա, որ ոչ մեկ չի ծառայել։ Պարոն Ղազարյան, դիմում ենք, դիմել ենք։ Բախներս բերել է, որ այդ ժամանակ ենք դիմել, որ հետո չասեին նախկիների ժամանակ ծառայության ժամկետային։ Ես ասում եմ, որ տարիք անցնում է, դուք չեք կարող այլևս ծառայել։ Այո, հարցը չգիտեիք։ Հարցը դուք դա գիտեիք։ Դուք չգիտեիք, որ 2 երեխա ունենալու պարագայում ձեզ չեն տանելու պարտադիր ծառայություն։ Ես չգիտեի, որ դիմելու դեպքում ո՞նց եք դիմել։ Ես չգիտեի, որ դիմելու դեպքում, եթե մարդը դիմում է, պետք է ես իր կամքով ուզում է գնա, պետք է գնա։ Ինչու պետք է ես արդարանամ, երբ որ ես դիմել եմ։ Դե իշխանությունները ասում են դիմել եք այն ժամանակ, երբ որ գիտեիք, որ օրենքով արդեն դուք չեք կարող ծառայել։ Մեր վարչապետը դիմել է գնալու։ Բայց լավն եք, չէ։ Բարձրացումը դուք էլ չեք ծառայել։ Տարբերությունը ասեմ։ Ինչն է մեր ու քաղաքացիական պայմանագրի տարբերությունը անվտանգային գործում։ Ես հարց եմ տալիս։ Ես ասում եմ, ինչի չեք ծառայել։ Բացատրեմ։ Դուք բացատրեմ, ինչն է մեր ու ԿՊ-ի տարբերությունը անվտանգային ոլորտում։ Այն է, որ ԿՊ-ի ղեկավարը, ով այսօր վարչապետ է, չի ծառայել։ Մեր առաջնորդը ծառայել է։ Այն է, որ այսօր մեր ռազմական անվտանգային ծրագիրը մշակում է միջազգային ամենահայտնի մասնագետները, ովքեր ներկայացնելու են մեր երկրի անվտանգային փետրվարի 12-ին իրենց է կներկայացնենք։ Հիմա ասեք մեր կողմն, հետո միջազգային ամենահայտնի մասնագետները, ամենապրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր մեր երկրին առաջարկելու են անվտանգային նոր քաղաքականություն ռազմական առումով, ժամանակակից բանակի ձևավորում։ Այսինքն դրսում են մեր անվտանգային համակարգը գրում։ Միջազգային գործընկերները իհարկե, քանի որ այն երկրներում, որոնք ունեն ժամանակակից պատերազմի փորձ, իրենց փորձը շատ կարևոր է մեզ համար։ Անվտանգությունը outsource է կարել։ Ինչ որ մարդիկ նստած գրում են։ Outsource անում է այս իշխանությունը։ Չէ, այստեղ իրանք են գրում։ Իրենք գրում են, իրենք կազմում են, բայց ասում են սահմանը կբացենք, էլ պատերազմ չի լինի։ Հիմա լավ է, վատ է, մենք կարանք քննարկենք, բայց դուք ասում եք, որ ուրիշները գրում են մեր անվտանգությունը։ Իրավունք չունի outsource անը։ Հենց այդ պատճառով մենք բանակը մեզ պետք է փորձառու առաջնորդներ, բանակի համար փորձառու ովքեր են գրում մեր անվտանգային բանը դրսում։ Ինչ երկրից մասնագետներ ովքեր են, անուն ազգանուն չունեն դրանք։ Ունեն հրամանատարներ են հայտնի, որոնց մասին կներկայացնենք, դա փակ տեղեկատվություն չի, ուրախությամբ կներկայացնենք։ Հիմա 300,000 աշխատատեղ եք դուք Խոստանում ստեղծել, ճիշտ է։ Այո։